Սա առաջին օրն էր, երբ Տաթևը որոշեց ապրել լիարժեք կյանքով։ Դե բավական է, մտածում էր նա։ Ես կին եմ, ընդամենը 35 տարեկան եմ եւ երջանկության իրավունք ունեմ։ Համակարգչով բացելով տուրիստական գործակալության կայքը, նա առաջին անգամ 3 տարվա ընթացքում որոշեց իրեն թույլ տալ մի փոքր հանգստանալ եւ մեկ շաբաթով մեկնել որդու Դավիթի հետ որևէ հանգստի վայր։ Տուրերի գունագեղ նկարները թռչում էին նրա աչքերի առաջ, եւ նա երկար ժամանակ չէր կարողանում ընտրություն կատարել։ Նա ցանկանում էր ամեն ինչ եւ անմիջապես։ Դերթելով Եգիպտոսի եւ հայ զբոսաշրջիկների կողմից հաճախ այցելվող այլ երկրների ամեն ինչ ներառյալ անվերջ առաջարկները, Տաթևը կանգ առավ Բաթումիի վրա։ Նա այնտեղ հաճախ էր մեկնում ուսանողական տարիներին, սկզբում ընկերուների հետ, իսկ հետո ընտանիքով, որդու Դավիթի եւ ամուսնու Բագրատի հետ։ Բագրատը հանդիպել էր Տաթևին, երբ նա ընդամենը 25 տարեկան էր։ Հաշվապահ, հարուստ, գեղեցիկ, երիտասարդ աղջիկն անմիջապես կորցրել էր ինքնատիրապետումը եւ որոշել էր իր կյանքը կապել այդ մարդու հետ։ Սկզբում ամեն ինչ եղել էր ինչպես էժանագին սիրավեպերում. ճամփորդություններ, ծաղիկներ, անվերջ երջանկություն, երեխա, բայց Դավթի ծնվելուց 1 տարի անց ամեն ինչ աստիճանաբար սկսել էր փոխվել։ Բագրատը դադարել էր ժամանակին տուն գալ աշխատանքից։ Նա այնտեղ մնում էր մինչև կեսգիշեր, իսկ նրա գործողումները վերածվել էին ամենամսյա ճանապարհորդությունների, սովորաբար դեպի որոշ հատվածներ երկրի տարբեր մասերում։ Տաթևը վճռականորեն վանում էր սիրուհու մասի մտքերը, բայց Բագրատը տալիս էր ավելի ու ավելի շատ առիթներ։ Զրույցները ոչ մի արդյունքի չէին հանգեցնում։ Ամուսինը վճռականորեն ամեն ինչ հերքում էր։ Չնայած դրան, Տաթևը շարունակում էր սիրել նրան։ Նա խնդրում էր Բագրատին ավելի հաճախ տանը լինել, գոնե Դավթի համար, բայց ամուսինը որդու հանդեպ էլ առանձնապես ուշադրություն չէր դարձնում, պարզապես գումար էր տալիս Տաթևին եւ անհետանում։ Մի երեկո նա կրկին անհետացավ։ Միայն այս անգամ ընդմիշտ։ Գրեթե ամեն օր Տաթևը մտովի վերադառնում էր այդ ճակատագրական օրվան։ Հիշողության մեջ վերստեղծում էր ամեն րոպեն։ Սկզբում նա լաց էր լինում, հետո արցունքները սպառվել էին։ Նա հազիվ էր զսպում իրեն, որպեսզի Դավիթին չցուցադրեր իր հուսահատությունն ու տխրությունը, որի համար հայրիկը դեռևս գտնվում էր երկարատև գործուղման մեջ։ 3 Տաթևը վճռականորեն որոշեց, որ վերջին անգամ է մտքում վերապրում այդ սցենարը։ Այդ երեկոյան Տաթևն արդեն 3-րդ օրն էր բնակարանում հեռախոսը ձեռքին քայլում։ Բագրատը մեկներ էր գործուղման Հայաստանում եւ պետք է վերադառնար 3 օր առաջ։ Հեռախոսն անհասանելի էր, հաղորդագրություններին չէր պատասխանում։ Մամ, ինչու ես այդքան տխուր։ Հարցնում էր նրան 5-ամյա որդին Դավիթը։ Ես տխուր չեմ, պատասխանում էր Տաթևը։ Իսկ դու ինչու դեռ չես քնել։ Տղան հառաչեց, շրջվեց եւ քայլեց դեպի իր սենյակ քնելու։ Դավիթը չէր կռահում, որ հոր հետ կապված ինչ որ բան այն չէ։ Բագրատն այդպես էլ նրա հետ հազվադեպ էր շփվում։ Իսկ վերջին կես տարում ընդհանրապես չէր մտնում նրա սենյակը։ Հետևաբար հոր բացակայությունը տղայի համար ոչինչ չէր փոխել նրա սովորական մանկական կյանքում։ Տաթևը զանգահարեց այն ընկերությանը, որտեղ Բագրատն աշխատում էր որպես կառավարող գործընկեր։ Բագրատն ասել էր, որ նրանք Սևանում նոր արտադրություն են բացում, եւ դրա համար նա պետք է այնտեղ մեկներ։ Տաթևին հաջողվեց կապվել ընկերության գլխավոր տնօրենի Հովանեսի հետ։ Բարը ձեզ, պարոն Հակոբյան, անհանգստացած ասաց նա։ Ես ցանկանում եմ իմանալ ամուսնուս գործուղման մասին։ Դուք չգիտեք, թե ինչպես են այնտեղ գործերը։ Հասկանում եք, ես չեմ կարողանում կապվել Բագրատի հետ։ Նա արդեն 3 օր է, պետք է տանը լիներ։ Ինչ գործուղման մասին եք խոսում, զարմացավ տնօրենը։ Տաթև, ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Կինը քիչ էր մնում հեռախոսը ձեռքից գցեր։ Դուք Սևանա լճի տարածքում նոր գործարան չեք բացում։ Ոչ, մենք այնտեղ ոչ մի գործարան չունենք եւ չենք պլանավորում։
պատասխանեց Հովհաննեսը։ Իսկ Բագրատն նախազգուշացրել էր, որ 2 շաբաթով արձակուրդ է վերցնում իր հաշվին։ Տաթև, ես իսկապես չեմ հասկանում, թե ինչի մասին եք խոսում։ Արձակուրդ։ Լավ, շնորհակալություն, շշնջաց Տաթևը եւ անջատեց հեռախոսը։ Նա դանդաղ նստեց բազմոցին եւ ձեռքերով փակեց դեմքը։ Բագրատի սուտն այս անգամ անցել էր բոլոր ողջամիտ սահմանները։ Եթե նախկինում նա գոնե ինչ-որ կերպ փորձում էր արդարանալ, ապա հիմա ամուսինը պարզապես որոշել էր չվերադառնալ տուն, անջատելով հեռախոսը։ Այլևս նման բան հանդուրժելը ցածր էր արժանապատվությունից։ Իհարկե, հեռանալ պետք էր ավելի վաղ, դեռ սիրուհու մասին առաջին ակնարկներից։ Բայց Դավթի համար Տաթևը մնում էր Բագրատի հետ։ Ամուսինը կարող էր երեխային ապահովել անհոգ կյանք, կրթություն եւ ճանապարհորդություններ։ Իսկ Բագրատից հեռանալով Տաթևը ստիպված կլիներ միայնակ մեծացնել երեխային եւ զուգահեռ աշխատել։ Անհայտ է, թե որքան նա կդիմանար այդ ռեժիմին եւ ինչպիսին կլիներ Դավիթի կյանքը։ Թեև իհարկե դա միակ պատճառը չէր, որ Տաթևը հրաժարվում էր հեռանալ ամուսնուց։ Նա շարունակում էր սիրել նրան, չնայած Բագրատի զզվելի պահվածքին, բայց հիմա պետք է կոտրել սեփական եսը։ Բավական է նվաստացնել ինձ, մտածում էր նա, շատ կանայք հեռանում են եւ հանգիստ մեծացնում են նույնիսկ մի քանի երեխա, իսկ ես Դավթի հետ հաստատ կհասցնեմ։ Այդ մտքերը ընդհատվեցին հեռախոսի զանգով։ Հովհաննեսը ինչ-որ պատճառով հետ էր զանգել։ Տաթև, ես եմ Հովհաննեսը, ասաց նա։ Ընդհանուր առմամբ ինձ զանգեցին։ Բագրատն իրոք դեռ Հայաստանում է, բայց ոչ գործարանում։ Տնօրենը խոսում էր արագ եւ անվստահ։ Ինձ թվում է սա հեռախոսով քննարկելը ճիշտ չէ։ Գուցե ես հիմա ձեզ մոտ գամ։ Տաթևը համաձայնեց։ Նա արագ հավաքեց տունը, որքան կարող էր, եւ սկսեց սպասել Հովհաննեսին։ Բագրատի ընկերության գրասենյակը տանից մեքենայով 10 րոպե հեռավորության վրա էր։ Ուստի շուտով դրան զանգը հնչեց։ Ողջունելուց հետո տնօրենը մտավ բնակարան։ Նրանք Տաթևի հետ նստեցին բազմոցին եւ մոտ 15 վայրկյան լռեցին։ Հովհաննեսը կարծես բառեր չէր գտնում, չգիտեր որտեղից սկսել։ Տաթև, սկսեց նա ծանր հառաչելով։ Ընդհանուր առմամբ Բագրատը գնացել էր Սևանա լճի տարածք ձմռային մոտոցիկլետով սահելու, երբ ջուրը դեռ սառույց էր։ Նրանք հաճախ էին այնտեղ գնում, Բագրատը ընկերների հետ, շարունակեց նա։ Տաթևը չէր դադարում զարմանալ ամուսնու անձնական կյանքի մասին նոր բացահայտումներից։ Բայց հիմա խնդիրը բոլորովին դրանում չէ, ասաց Հովհաննեսը։ Ձեզանից հետո իմ սենյակ մտավ գործընկերս եւ ինձ որոշ տեղեկություններ փոխանցեց։ Այնտեղ վերջերս մի փոքր տաքացել էր, եւ ձմեռային մոտոցիկլետով սահելն իհարկե արգելված էր այդպիսի պայմաններում։ Ինչ, պարզ ասեք արդեն, չդիմացավ Տաթևը, բայց Բագրատը այնուամենայնիվ որոշել էր իջնել սառույցի վրա եւ ընկել էր ջուրը, ասաց Հովհաննեսը։ Ինչպես թե, Տաթևը գունատվեց։ Տաթև, ձեզ այդ ամեն ինչ կարգին է, գուցե շտապ օգնություն կանչեմ, անհանգստացած հարցրեց Հովհաննեսը։ Ոչ, պետք չէ, նա մահացել է։ Խնդիրն այն է, որ դա տեղի չի ունեցել հենց լճում, այլ մոտակա գոտում, որտեղ ուժեղ ստորջրյա հոսանք կար, բացատրեց նա։ Դրա պատճառով Բագրատի մարմինը դեռ չեն գտել, բայց փրկարարներն ասում են, որ նրան ողջ գտնելու հույսեր չկան։ Տաթևին կարծես գլխին հարված էին։ Դեռ 15 րոպե առաջ նա անիծում էր Բագրատին եւ վճռականորեն որոշել էր հեռանալ նրանից։ Իսկ հիմա կյանքը փոխվել էր։ Իմացել էր, որ նա մահացել է։ Տաթևը նայում էր դատարկության մեջ։ Հին, համր կինոյի պես նրա առջև անցնում էին նրանց կյանքի կադրերը։ Հովհաննեսը գնաց խոհանոց եւ մի բաժակ ջուր բերեց կնոջը։ Բայց ես խոստանում եմ, մխիթարում էր տնօրենը, ընկերությունը կօգնի ձեզ ժառանգության եւ բոլոր իրավաբանական հարցերում։ Բայց ինչպես է դա հնարավոր, եթե Բագրատին դեռ չեն գտել, իսկ եթե նա այնուամենայնիվ ողջ է։
Դե այդպես լինում է, բացատրեց Հովհաննեսը։ Մարդուն կարող են մահացած ճանաչել նույնիսկ առանց մարմնի հայտնաբերման։ Ես հասկանում եմ ձեր կորուստը, չընդունելու ցանկությունը, բայց ինձ վստահեցրին, որ բարգտի փրկության ոչ մի շանս չկա։ Ներողություն։ Տաթևն այլևս չէր լսում, թե ինչ էր ասում Հովհաննեսը։ Արցունքներն հոսում էին նրա աչքերից։ Նա չէր հասկանում, թե ինչպես է այժմ ապրելու։ Մի փոքր իրեն հավաքելով, նա ճանապարհեց տնօրենին և նստեց խոհանոցում։ Մամ, ինչու ես լացում։ Տաթևը չնկատեց, թե ինչպես Դավիթը մտավ խոհանոց։ Ինչ ես ասում, ես չեմ լացում, պարզապես աչքերս արցունքոտվել են, պատասխանեց նա։ Իսկ դու ինչու դեռ չես քնել։ Ես լսեցի, որ դու խոսում էիր ինչ-որ հորեղբոր հետ, ասաց Դավիթը։ Այո, դա հորեղբայր էր, հայրիկիդ աշխատանքից։ Իսկ որտեղ է հայրիկը։ Հայրիկը։ Տաթևը լռեց։ Նա չգիտեր, թե ինչ ասել հետո։ 5-ամյա երեխային հոր մահվան մասին հայտնել նա չէր ուզում։ Ասել, որ նա գնացել է երկինք, նույնպես չէր ցանկանում։ Հետո Տաթևը որոշեց ժամանակ ձգել, մինչև Դավիթը կրկին չհարցներ հոր մասին։ Հայրիկը կրկին ճանապարհորդության մեջ է, ինչպես միշտ, ասաց նա և շարունակեց։ Ուղղակի այս անգամ, միայն այս անգամ, նա ավելի երկար կմնա։ Իսկ նա այնտեղ ինչ է անում։ Դավիթային տարիքում էր, երբ երեխաները անվերջ հարցեր են տալիս, և այդ հարցերին Տաթևի համար հիմա պատասխանելը հատկապես դժվար էր։ Նա զբաղվում է նոր աշխարհներ բացելով, ասաց նա, ուսումնասիրում է լեռներ, լճեր, ծովել։ Ընդհանուր առմամբ աշխատում է և ճանապարհորդում։ Մայրիկ, ես էլ եմ ուզում նոր աշխարհներ բացել։ Կմեծանաս և կբացես այն ամենը, ինչ կցանկանաս, շպտաց Տաթևը, բայց հիմա քեզ պետք է քնել։ Գիտես, որ մարդն ամենաշատը աճում է քնի մեջ, որքան շուտ քնես, այնքան արագ կմեծանաս։ Դե հիմա գնա անկողին։ Տղան մոտեցավ դռանը, բայց հանկարծ կանգ առավ, շրջվեց և տվեց մի հարց, որը Բագրատի բոլոր գործողումների ընթացքում երբեք չէր տվել։ Իսկ հայրիկը երբ կվերադառնա։ Ես չգիտեմ, տղաս։ Տաթևը հազիվ զսպեց իրեն, որ չհեկեկա ու շարունակեց։ Դա բարդ և երկար ճանապարհորդության մեջ է։ Նա լուծում է դժվար խնդիրներ, նոր աշխարհ բացելը մեկ շաբաթում չի ստացվի, ինքդ էլ հասկանում ես։ Դավիթը գլխով արեց և գնաց իր սենյակ։ Առաջին անգամ մի քանի տարվա ընթացքում Տաթևը նույնիսկ մի փոքր ուրախ էր, որ ամուսինը գրեթե ուշադրություն չէր դարձնում երեխային։ Նա չէր էլ կարող պատկերացնել, թե ինչպես կբացատրեր տեղի ունեցածը Դավթին, եթե Բագրատը եղել էր ուշադիր և սիրող հայր։ Իսկ հիմա հավանական էր, որ տղան որոշ ժամանակ անց ընդհանրապես կմոռանար հայրիկին և նույնիսկ չէր հարցնի նրա մասին։ Իհարկե, տարիներ անց, երբ Դավիթը դեռահաս դառնար, ստիպված կլիներ նրան ամբողջ ճշմարտությունը պատմել։ Բայց դա հետո։ Հիմա Տաթևի համար ամենակարևորը տղայի հոգեկանը, առավելագույնս պահպանելն էր և նրան անհանգստացնող նորություններով չծանրաբեռնելը։ Բայց ինչ անել ինքն իր հետ։ Դավաճանությունները, Բագրատի երկրորդ կյանքը և նրա այլ հնարքները չէին թեթևացնում նրա մահվան մասին ապրումները։ Տաթևը նախկինում էր գիտակցում էր, որ սիրում է ամուսնուն, բայց հիմա դա առանձնապես սուր էր զգացվում։ Նա հայտնվել էր հոգեբանական ծուղակում։ Եթե այն պահին, երբ նա վճռականորեն որոշել էր հեռանալ ամուսնուց, Տաթևը կարող էր խեղդել իր զգացմունքներն ու կապվածությունը նրա հանդեպ, զայրույթով և վիրավորանքով, ապա հիմա դա այլևս չէր ստացվի։ Նա չէր կարող վիրավորել կամ բարկանալ կյանքից հեռացած մարդու վրա։ Բագրատի դավաճանությունները կարծես ջնջվել էին նրա հիշողությունից։ Նա հիշում էր բացառապես նրանց հարաբերությունների դերական պահերը, երջանիկ րոպեների մեծ մասը վերաբերվում էր նրանց համատեղ ճանապարհի սկզբին, և հենց այդ ժամանակների հիշողությունները հիմա հեղեղել էին Տաթևին։ Նա դուրս եկավ սենյակ և դարակից հանեց ընտանեկան ալբոմը։ Թերթելով մի քանի էջ, Տաթևը տեսավ մի լուսանկար, որտեղ նրանք Բագրատի հետ միասին նստած էին ձմեռային մոտոցիկլետի վրա ինչ-որ տեղ Հայաստանի լեռներում։ Այդ ժամանակ
Ամուսինը բոլոր ճանապարհորդությունների և գործեղումների ժամանակ իրեն հետ էր վերցնում, այդ թվում ձմեռային մոտոցիկլետով սահելու։ Նա պրոֆեսիոնալ էր, կարող էր ձմեռային մոտոցիկլետ վարել նույնիսկ փակ աչքերով, հիշում էր Տաթևը, սրբելով արցունքները։ Ինչպես կարող էր թույլ տալ այդպիսի սարսափելի իրավիճակ։ Դա նրա նման չէ։ Ոչ, դա նման չէ։ Պետք է սպասել մինչև մարմինը գտնեն։ Ես չեմ կարող հենց այնպես հավատալ սրան, մտածեց նա։ Կինը փակեց ալբոմը։ Նրան հաջողվեց ընդամենը մի քանի րոպեով իրեն հավաքել և մի փոքր հանգստանալ։ Բայց հետո նա կրկին զգաց աներևակայելի դառնություն։ Հիստերիան զսպելու համար Տաթևը մտածում էր միայն որդու հանգստության մասին։ Նա ցանկանում էր ինչ-որ տեղ վազել, զանգել, գոռալ, ահազանգել, պահանջել, որ ամուսնու որոնումները շարունակվեն։ Նա մտածեց կրկին զանգել Հովհաննեսին, բայց ժամանակին կանգ առավ։ Ինչ կտա դա հիմա, մտածեց նա։ Որոնումների ընթացքի վրա ազդել Տաթևը չէր կարող։ Ինչ որ մեկին համոզել, որ ամուսինը չէր կարող այդքան անհեթեթ կերպով զոհվել, քանի որ լավ էր վարում ձմեռային մոտոցիկլետ, հիմարություն էր։ Նա կրկին իրեն հավաքեց և նստեց բազմոցին։ Տաթևը նստած էր և այլևս նույնիսկ չէր կարողանում որևէ բանի մասին մտածել։ Փորձերը, որ անձամբ զբաղվի ամուսնու որոնումների հարցերով, ապարդյուն անցան։ Հովհաննեսը պնդեց, որ ինչ պետք է արվում է, ավելի լավ է նա զբաղվի որդու հարցերով, եթե ինչ-որ լուր լինի, անպայման հրատապ կերպով կհայտնի։ Նա ցանկանում էր շուտ քնել և արթնանալ սովորականի պես, տեսնելով աշխատանքի շտապող ամուսնուն։ Տաթևը կաթիլներով հանգստացնող ընդունեց և պառկեց։ Նա տեղից տեղ էր գլորվում, քունը չէր տանում։ Տաթևը մտովի կրկնում էր ինքն իրեն. հույս ունենալ և սպասել, հույս ունենալ և սպասել։ Նա չէր ուզում բաց թողնել ամուսնուն։ Ավելի ճիշտ, Տաթևը պատրաստ էր նրան բաց թողնել ընտանիքից, բայց Բագրատին ընդհանրապես կյանքից բաց թողնել նա չէր կարող։ Հանգստացնողը սկսեց ազդել, և Տաթևին այնուամենայնիվ հաջողվեց քնել։ Ամեն օր հույս ունենալ և սպասելը նրա գլխում ավելի ու ավելի հազվադեպ էր հնչում։ Շուտով Բագրատին պաշտոնապես ճանաչեցին զոհված, թեև մարմինը այդպես էլ չգտնվեց։ Հովհաննեսը կատարեց խոստումը, օգնեց ժառանգությունը ձևակերպել, նյութապես աջակցեց, ընկերությունում հեռավար աշխատանքի տեղավորեց։ Տաթևին հաջողվում էր համատեղել երեխայի դաստիարակությունը և կենսապահովման միջոցներ վաստակել, բայց ամուսնուն բաց թողնելն այդպես էլ չկարողացավ։ 3 տարի փաստացի սգի մեջ Տաթևը հրաժարվում էր իրեն հանգստից և զվարճություններից։ Նա ժպտում էր միայն որդու հետ շփվելիս։ Դավիթը մնում էր նրա կյանքի միակ իմաստը։ Եվ այսպես 3 տարի անց ինտերնետային կայքի էջում ժպտում էր մի սիրալիր աղջիկ։ Մի ձեռքում տոմսեր, իսկ մյուսում երջանիկ հանգիստ ամբողջ ընտանիքի համար գրությամբ ցուցանակ։ Տաթևը ծանր հառաչեց և սեղմեց գնել կոճակը։ Դավիթ, բարձրաձայն ասաց Տաթևը գնումից հետո, 1 շաբաթից թռչում ենք հանգստանալու, Բաթումի։ Գրեթե 7 օր նա պատրաստվում էր որդու հետ ճանապարհորդության։ Պատրաստությունները ոչ այնքան իրերի, որքան հոգեբանական ընդունման իմաստով էին, իր նոր կյանքը, իր նոր կերպարը, ոչ թե անմխիթար այրու կերպար, որին ամուսինը նախ մի քանի տարի խաբել էր, իսկ հետո զոհվել էր դժբախտ պատահարից, այլ կնոջ, որը լիարժեք կյանք էր ապրում։ Ժամանակը շատ արագ էր թռչում, և Տաթևը նույնիսկ չնկատեց, թե ինչպես անցավ այդ շաբաթը։ Ժամանակն էր օդանավակայան մեկնել։ Հասնելով օդանավակայանի շենք, նա նստեց սպասասրահում։ Վերջին անգամ Տաթևը օդանավակայանում եղել էր Բագրատի հետ 5 տարի առաջ, երբ նրանք որդուն ուղարկել էին տատիկի մոտ, իսկ իրենք որոշել էին 1 շաբաթ հանգստանալ Եգիպտոսում։ Հիշողությունները կրկին հեղեղեցին Տաթևին, բայց նա կարողացավ դրանք վանել։ Տաթևը բռնեց Դավիթի ձեռքը և մարդկանց անվերջ հոսքի մեջ ուղղվեց դեպի մեկման գոտի։ Նա նայեց իր ուղեկիցներին, որոնք նույնպես սպասում էին Բաթումի չվերթին։ Հիմնականում մարդկանց տրամադրությունը ուրախ էր։ Նրանց մեծ մասը, հավանաբար, թռչում էր հանգստի։
Երիտասարդների մի խումբ ծիծաղում էր ինտերնետից ինչ-որ տեսանյութի վրա։ Մի քանի շարքային կողմ նստած էր մի զույգ ներկված շիկահեր աղջիկ, մոտ 25 տարեկան եւ լայնազր գլխարկով ու ակնոցներով տղամարդ։ Տղամարդու տարիքը դժվար էր որոշել, քանի որ նա նստած էր դեպի իր ուղեկցորդը, շրջված եւ գլուխը մի փոքր կախած։ Այդպես նրա դեմքը լիովին ծածկում էր գլխարկը։ Տղամարդը ինչ-որ բան ոգևորվածության պատմում էր աղջկան, բայց նրա տեսքից չէր երևում, որ նրան հետաքրքրում էր։ Աղջիկը խորասուզված էր հեռախոսի մեջ եւ ոչ մի կերպ չէր արձագանքում նրա պատմություններին։ Տաթևը այլևս չշարունակեց հետևել գլխարկով մարդու եւ նրա ուղեկցորդի հետաքրքիր հարաբերություններին, եւ ինքն էլ անցավ հեռախոսին շեղելով հետաքրքրությունը։ 15 րոպե անց հայտարարվեց ինքնաթիռի թռիչքը։ Տաթևն ու Դավիթը հասան իրենց տեղերին։ Տղան նստեց պատուհանի մոտ։ «Սա քո առաջին գիտակցված թռիչքն է, որդիս», ուրախ ասաց Տաթևը։ «Վերջին անգամ մենք նրա հետ ինքնաթիռով թռել էինք, երբ դու դեռ 2 տարեկան էլ չկայիր»։ «Սա այնքան հավես է, մամ», ասաց Դավիթը։ «Ինչքան լավ է, որ մենք քեզ հետ թռչում ենք»։ «Դու երևի չես էլ հիշում, թե ինչպես էր թռչում անցյալ անգամ», հարցրեց Տաթևը եւ սարսափով հասկացավ, որ չպետք է տար այդ հարցը։ «Ոչ, ընդհանրապես ոչինչ չեմ հիշում», մտածկոտ նայելով պատուհանից պատասխանեց տղան։ Տաթևը թեթևացած հառաչեց։ Նա անհանգստանում էր, որ Դավթի հիշողություններում կարող էին ի հայտ գալ հոր հետ կապված որոշ պատկերներ։ Վերջին 3 տարիներին տղան գրեթե չէր հիշում հայրիկին։ Միայն սկզբում էր հարցեր տալիս նրա նոր աշխարհներ ուսումնասիրելու ուղևորությունների մասին։ Տաթևը տեղում հորինում էր պատմություններ։ Հայրիկի խումբը խրվել էր վատ եղանակի պատճառով։ Նրանք հանդիպել էին անսովոր մարդկանց եւ ելի շատ հեքիաթային անհեթեթություններ։ Դավիթը մեծանում էր եւ հայրիկի մասին հարցերն ավելի ու ավելի քիչ էին դառնում։ Վերջին 1.5 տարում նա ընդհանրապես չէր հարցրել նրա մասին, բայց Տաթևը մշտապես անհանգստանում էր։ Դավթի դասընկերները կարող էին պատմել իրենց հայրիկների մասին, ինչը կարող էր նոր հարցեր առաջացնել նրա սեփական հոր մասին։ Բարեբախտաբար դա տեղի չէր ունենում։ Հնարավոր է դա այն պատճառով էր, որ Տաթևը ծանոթ էր Դավթի ընկերների մայրերին, երբ նրանք իմանալով Տաթևի իրավիճակը խնդրել էին իրենց երեխաներին չբարձրաձայնել հայրիկների թեման Դավիթի մոտ, կամ գուցե նրան պարզապես բախտ էր վիճակվել։ Բայց նա հասկանում էր, որ առաջիկա մի քանի տարիներին այնուամենայնիվ ստիպված կլինի լուրջ խոսել որդու հետ։ Տաթևը նույնիսկ խորհրդակցել էր հոգեբանի հետ, թե ինչպես է դա ավելի լավ անել։ Նրան առաջարկել էին տարբեր հոգեբանական հնարքներ, բայց հարմարը նա այդպես էլ չէր գտել։ «Մամ, նայիր, մենք ամպերից վերև ենք», հիացած թռիչքով ասաց տղան։ Տաթևը նայեց որդուն եւ հիշեց նրանց թռիչքը Բագրատի եւ Դավիթի հետ։ Այդ ժամանակ տղան նստած էր Բագրատի գրկում եւ հանգիստ նայում էր պատուհանից։ Մյուս երեխաները գոռում էին ամբողջ սրահում, իսկ Դավիթը հոր գրկում հանգիստ նստած էր։ Տաթևը նայում էր նրանց եւ չէր կարողանում ուրախությունից կշտանալ այդ ընտանեկան ներդաշնակությունից։ Նա չէր էլ կարող պատկերացնել, որ որդու հետ այդ ընտանեկան թռիչքը վերջինն էր։ 1.5 տարի անց նրանք Բագրատի հետ կրկին թռան հանգստի, բայց արդեն առանց Դավթի։ Այն ժամանակ Տաթևի եւ Բագրատի հարաբերություններում արդեն սկսվել էին առաջին թյուրըմբռնումներն ու կասկածները։ Այդ հանգստի նպատակը մերձեցումն էր, բայց մերձեցումը չստացվեց։ Ընդհակառակը, հանգստից հետո հարաբերությունները սկսեցին վատթարանալ։ Տաթևը կանչեց բորտ ուղեկցուհուն եւ ջուր խնդրեց։ Նա այնքան չէր ցանկանում վերադառնալ ամուսնու մասին հիշողություններին, բայց հիշողությունը չար կատակ խաղաց նրա հետ։ Տաթևը կրկին սկսեց անհանգստանալ։ Նա նույնիսկ վիրավորված էր իրենից, որ խախտել էր սեփական որոշումը սկսել նոր կյանք։ Բայց ոչինչ, պետք է նորից փորձել։ Տաթևը խմեց ջուրը, փակեց աչքերը եւ փորձեց քնել։ «Մամ, այ մամ, ես զուգարան պետք է գնամ», որդին արթնացրեց մորը։ «Արի, ես քեզ կտանեմ»։ «Չէ, մամ, ես արդեն բավական մեծ եմ, որ ինքս ինքնաթիռում զուգարանա գտնեմ», ասաց Դավիթը։ «Ես արդեն 8 տարեկան եմ, իսկ թռիչքից առաջ այդ մորաքույրը ցույց տվեց։ Եթե ինչ-որ բան լինի, ես նրան իսկ կհարցնեմ»։
Ինչ խելացի ես դու, տղես, պատասխանեց Տաթևը և որդուն անցում տվեց դեպի Միջանցք։ Նա հայացքով ճանապարհեց Դավթին։ Տղան վստահ քայլերով գնաց ինքնաթիռի առջևի հատված, որտեղ նրան դիմավորեց բորտօղեկցորդուհին և ցույց տվեց զուգարանի սենյակը։ Համոզվելով, որ որդին հասավ այնտեղ, ուր պետք էր, Տաթևը սկսեց նայել պատուհանից։ Ինքնաթիռն արդեն վաղուց հասել էր անհրաժեշտ բարձրության և հավասար թռչում էր, բայց մեկ րոպե անց հնչեց ձայնը. «Հարգելի տիկնայք և պարոնայք, խոսում է օդանավի հրամանատարը։ Մենք մոտենում ենք տուրբուլենտության գոտուն և հնարավոր է ինքնաթիռում փոքր ցնցումներ լինեն։ Խնդրում ենք պահպանել հանգստություն։ Իրավիճակը սովորական է։ Մեկ րոպեից ամեն ինչ կդադարի», հայտարարեց օդաչուն և չհասցրեց ավարտել այդ սովորական խոսքերը, երբ ինքնաթիռը սկսեց ցնցվել։ «Դավիթ, տղաս», մտածում էր Տաթևը որդու մասին, «նա կվախենա այնտեղ»։ Մայրիկը վեր կացավ իր տեղից և ուզեց գնալ դեպի զուգարանի սենյակ, բայց հետևի կանացի ձայն հնչեց. «Տիկին ջան, խնդրում եմ, նստեք ձեր տեղը։ Մենք տուրբուլենտության գոտում ենք, և անվտանգության կանոնները պահանջում են»։ Բորտօղեկցորդուհին ուզում էր Տաթևի նստեցնել տեղում, բայց նա ընդհատեց. «Իմ որդին այնտեղ է, ես պետք է գնամ»։ «Մի անհանգստացեք, նրա հետ ամեն ինչ կարգին կլինի»։ Այդ պահին Դավիթը դուրս եկավ զուգարանի սենյակից։ Նա հանգիստ քայլեց դեպի իր շարքը, բայց հանկարծ կտրուկ կանգ առավ։ Մի փոքր կանգնելուց հետո նա շարունակեց քայլել, բայց արդեն շատ ավելի արագ։ Երբ Դավիթը բոլորովին մոտեցավ, Տաթևը տեսավ նրա գունատ վախեցած դեմքը։ «Մամ», դողացող ձայնով ասաց նա։ «Դավիթ ջան, ինչ է պատահել, վախեցա՞ր»։ «Դա կոչվում է տուրբուլենտություն, այստեղ վտանգավոր ոչինչ չկա»։ Տաթևը որոշեց, որ ցնցումներն են վախեցրել նրան։ «Մամ», կրկին շշնջաց Դավիթը, «այնտեղ հայրիկն էր, ինչ-որ մորաքույրի հետ նստած»։ Տաթևն արագ որդուն տեղ տվեց իր նստարանին։ «Որդիս, ինչեր ես խոսում, քեզ երևի թվացել է»։ «Ոչ, մամ, ես հաստատ տեսա, միայն սանրվածքը այլ էր, բայց դա նա էր, գնա, նայիր»։ «Դու երևի շատ ես հոգնել երկար թռիչքից, քնիր։ Հիմա կբացենք նստարանի մեջքը և դու կքնես»։ «Մամ, դու ինձ չես հավատում»։ «Դե ինչու չեմ հավատում, հավատում եմ։ Պարզապես հասկանում ես, երկրի վրա այնքան շատ մարդիկ կան, և նրանցից ոմանք շատ նման են լինում։ Հավանաբար, ամենայն հավանականությամբ դու հանդիպել ես նրան նման մի հորեղբոր»։ «Ես հաստատ գիտեմ, որ դա հենց նա էր, մամ», ասաց տղան, ձեռքերը խաչեց և նայեց պատուհանից։ Տաթևը հասկացավ, որ որդուն համոզելն անիմաստ է։ Ավելին, նրան դժվար էր պահպանել հանգիստ, անհոգ տոնը որդու համար ձևացնելով, որ ամեն ինչ կարգին է։ Ներսում նա շատ ավելի էր անհանգստանում, քան Դավիթը։ Նա փորձում էր ինքն իրեն համոզել, որ ոչ մի Բագրատ այնտեղ նստած չի կարող լինել։ Հավանաբար տղայի մոտ այնուամենայնիվ արթնացել էին այդ մանկական թռիչքի հիշողությունները, և նրան թվացել էր, թե հայրիկը ինչ-որտեղ թռչում է։ Թվում էր, թե դրանում համոզվելը բավական պարզ կլիներ։ Բավական էր ինքն իրեն վեր կենալ, գնալ զուգարանի սենյակ և վերադառնալ։ Բայց Տաթևը չէր համարձակվում դա անել։ Իսկ եթե հանկարծ այնտեղ իսկապես նստած է մի մարդ, որը շատ նման է Բագրատին, մտածում էր նա, դա կարող էր նրան վերջնականապես հունից հանել։ Տաթևը մնացած ամբողջ թռիչքի ընթացքում տեղից վեր չէր կենում։ Նա նույնիսկ վախենում էր ավելորդ անգամ գլուխը դեպի Միջանցք շրջել։ Որոշ ժամանակ անց ինքնաթիռը սկսեց իջնել։ Եվս 20 րոպե անց այն բարեհաջող վայրէջք կատարեց։ Ուղևորները ցատկեցին իրենց տեղերից և սկսեցին վերցնել իրենց իրերը վերին դարակներից։ Այդ ընթացքում ինքնաթիռը դեռ չէր կանգնել անգամ օդանավակայանի սանդուղքի մոտ։ Տաթևը չէր պատկանում այդ մշտապես շտապող մարդկանց խմբին։ Նա չէր ցանկանում ևս 5 րոպե կանգնել Միջանցքում հագնված որդու հետ միասին։ Նա որոշեց նստած սպասել, մինչև դուռը բացվեր և մարդկանց հիմնական զանգվածը լքեր ինքնաթիռը։ Տաթևը հանգիստ նստած էր և դիտում էր կանգնած մարդկանց։ Այդ պահին առջևի շարքերից մեկում մի մարդ վեր կացավ իր տեղից և ձգվեց իրերի համար։ Տաթևն անմիջապես հասկացավ, որ հենց այդ տղամարդն էր Դավիթը շփոթել հայրիկի հետ։ Մարդն իսկապես անհավանական նման էր Բագրատին։
Միայն դեմքը մի փոքր ավելի լայնացել էր, իսկ սանրվածքը ավելի կարճ էր։ Նա ձեռքը տարավ դեպի գլխարկը, եւ Տաթևը տեսավ կզակի մոտ խալը։ Սա չի կարող լինել, մտածում էր նա։ Ոչ, սա ինչ-որ երազ է, ինչ-որ անհեթեթ պատահականություն, համընկնում։ Ես չեմ ուզում դրան հավատալ։ Սա խելագարություն է։ Տաթևը դողում էր։ Նրան շատ դժվար էր թաքցնել իր հույսերը, բայց որդու համար նա դա արեց։ Այդ ընթացքում տղամարդը հագավ իր լայնազր գլխարկը։ Ձեռքը բռնեց շիկահեր աղջկա եւ նույնպես կանգնեց միջանցքում։ Գլխարկը կրկին ծածկեց նրա դեմքը Տաթևի հայացքից։ Մարդիկ սկսեցին դուրս գալ, եւ մի քանի րոպե անց Տաթևն ասաց. «Դավիթ, գնանք հավաքվենք»։ Տաթևը հատուկ սպասեց սովորականից ավելի երկար, որպեսզի պատահաբար չհանդիպեր այդ տղամարդուն։ Ինքնաթիռից դուրս գալով օդանավակայանի սանդուղքով նա չկարողացավ անտարբեր անցնել ավիաընկերության աշխատակցու կողքով, որը կանգնած էր գրանցման սեղանի մոտ։ Տաթևը հասկանում էր, որ այդ աղջիկը պատասխանատու էր մեկ այլ չվերթի համար, բայց նա պետք է գոնե մի փոքր ազատեր իր հույզերը եւ մշակեր այդ իրավիճակը։ «Ներեցեք, կարող եմ իմանալ արդյոք մեկ մարդ թռել է ինձ հետ»։ «Կներեք, բայց ես սպասում եմ մեկ այլ չվերթի», պատասխանեց աղջիկը։ «Բայց տեսականորեն դուք կարող եք բացել տվյալների բազան, չէ՞։ Դա նույն ավիաընկերությունն է»։ «Տեսականորեն կարող եմ, բայց այդ դեպքում ես կխախտեմ անձնական տվյալների մասին օրենքները»։ «Խնդրում եմ, մտեք իմ դրության մեջ»։ Տաթևը մոտեցավ ավիաընկերության աշխատակցու ականջին եւ հանգիստ, որպեսզի Դավիթը չլսեր, շարունակեց. «Հնարավոր է, այնտեղ թռել է ամուսինս, որը մի քանի տարի առաջ անհետ կորել է»։ Աղջիկը սկզբում նայեց Տաթևին, հետո Դավիթին։ Հավանաբար երեխայի հայացքը կարողացավ ճեղքել նրա սկզբունքայնությունը, եւ նա համաձայնեց խախտել կանոնները։ Աշխատակցուին ինչ-որ բան մուտքագրեց իր էկրանին եւ ասաց. «Ազգանունը, անունը, հայրանունը նշեք»։ «Հայրապետյան Բագրատ Լևոնի»։ «Ձեր շվերթում այդպիսի մարդ չի թռել։ Դա այն ամենն է, ինչ կարող եմ ասել, կներեք», ասաց աշխատակցին եւ շարունակեց. «Խնդրում եմ, հեռացեք եւ ոչ ոքի չպատմեք, որ ես դա արեցի»։ «Իհարկե», շփոթված պատասխանեց Տաթևը։ «Ներեցեք»։ Նա բռնեց Դավթի ձեռքը եւ դանդաղ քայլեց դեպի ուղեբեռի ստացման սրահ։ Տաթևը նայում էր այդ սև ժապավենին, որով դանդաղ շարժվում են ճապրունքները։ Աչքի ծայրով նա կրկին նկատեց գլխարկով մարդուն։ Նա արդեն վերցրել էր իր ուղեբեռը եւ իր ուղեկցորդու հետ ուղղվում էր դեպի ելք։ Ինչ լավ է, որ դա նա չէր, մտածում էր Տաթևը։ Հակառակ դեպքում ես չգիտեմ, թե ինչ կանեի ընդհանրապես։ Լինում են այդպիսի համընկնումներ, բայց խալը ոչ, պետք է հնարավորինս շուտ մոռանալ սա եւ տրամադրվել հանգստին։ Ճամպրուկը ստանալուց հետո մայրն ու որդին դուրս եկան օդանավակայանից եւ տաքսիով հասան հյուրանոց։ Համարը Տաթևին դուր եկավ։ Պատուհանից բացվում էր հիանալի տեսարան դեպի ծով։ Նա դուրս եկավ պատշգամբ, խորը շունչ քաշեց եւ մտովի բաց թողեց այդ օրվա իրավիճակը։ Նոր կյանքը շարունակվում է։ Առջևում շատ օրեր են, լի հանգստով, արևով եւ ծովով։ Եվ ոչ մի պատահական հանդիպում այլևս չի կարող ինձ խանգարել, մտածեց Տաթևը։ Նա մտավ սենյակ եւ պառկեց ընդարձակ մահճակալին։ Հանգստի առաջին 3 օրերը Տաթևի եւ նրա որդու համար հիանալի անցան։ Եղանակն ուրախացնում էր։ Լողափերում միշտ կային ազատ ընդարձակ տեղեր։ Միայն գիշերները երբեմն լսվում էր, թե ինչպես էին հարևանները վիճում, բայց դա չէր խանգարում ոչ Տաթևին, ոչ նրա որդուն նորմալ քնել։ Երեկոները Տաթևը սիրում էր կանգնել պատշգամբում եւ նայել ծովին։ Դա նրա համար ինչ-որ ամենօրյա մեդիտացիա էր։ Նա հանգստանում էր նայելով ծովի հեռավորության մեջ մայր մտնող արևին։ 4-րդ օրվա երեկոյան Տաթևը, ինչպես միշտ, դուրս եկավ պատշգամբ։ Այդ օրը անպամած էր եւ մայրամոտով առանձնապես հիանալ չէր ստացվի։ Տաթևն արդեն պատրաստվում էր ներս մտնել, երբ հանկարծ լսեց, որ ներքևի հարկի համարի բնակիչները դուրս եկան պատշգամբ։ Նրանք խոսում էին բարձր տոնով։ Տաթևը կռահեց, որ դա նույն զույգն էր, որ վիճում էր գիշերները։ Վիկա, քեզ այս կյանքում ընդհանրապես ինչ-որ բան հետաքրքրում է, բացի փողից, բարձրաձայն հարցրեց տղամարդը։ Իհարկե,
բայց որ ինձ ինչ-որ բան հետաքրքրի, նախ պետք է ինձ ապահովես, գոռաց աղջիկի պատասխան։ Տաթևը որոշեց մնալ։ Ոչ թե նա սիրում էր լսել ուրիշների խոսակցությունները, բայց այս անգամ նրան հետաքրքրեց, թե որքան հեռու կարող է գնալ երիտասարդ աղջկա անամոթությունը։ Բացի այդ, տղամարդու ձայնը նրան ծանոթ թվաց։ Իսկ ես քեզ չեմ ապահովում, շարունակեց հարցնել տղամարդը։ Դու ծաղրում ես ինձ։ Դու ինձ բերել ես այս խղճուկ վայր, ինչ որ մոռացված Բաթումի։ Իսկ ես Կիպրոս եմ ուզում, Մալդիվներ, Բալի, հասկանում ես։ Վիկա, սա խղճուկ վայր չէ։ Սա 4 աստղանի հյուրանոց է։ Իսկ այն, որ քո նախկին սիրելիները քեզ զվարճացնում են Մալդիվներով, դա զույտ այն պատճառով էր, որ նրանց պետք էր միայն քո մարմինը։ Իսկ քեզ էլ ինչ է պետք, ինչ-որ բան էլ։ Դե իհարկե, ես փորձում եմ քեզ ինչ-որ բան սովորեցնել, բացատրել, գոնե մի փոքր խելացի դարձնել։ Ինչպես ես դու ինձ ձանձրացնում, կարծես երիտասարդ տղամարդ ես, բայց պահում ես քեզ ինչպես խեղճ ծերունի։ Ես ծերունի եմ։ Լավ։ Տղամարդու ձայնը մի փոքր խլացավ։ Բայց ես քեզ մի գաղտնիք բացեմ։ Դու էլ ես ծերանում։ Տարիների ընթացքում այն, ինչի համար հարուստ տղամարդիկ քո հետևից են վազում, կվերանա։ Իսկ ինչ կմնա։ Դու կլինես 40-ամյա կին, 12-ամյա աղջկա մտքով։ Տաթևը քարացավ և տղամարդը խոսեց ավելի հանգիստ։ Նա հասկացավ, որ դա Բագրատի ձայնն է։ Նրան հնարավոր չէր շփոթել ոչ ոքի հետ։ Նա անմիջապես չէր ճանաչել նրան միայն այն պատճառով, որ գրեթե երբեք չէր տեսել ամուսնուն գոռալիս։ Նրանց բոլոր վեճերն ու թյուրըմբռնումները կամ հանգիստ էին անցնում, կամ լուռ։ Երբեմն լռությունն ավելի ուժեղ է ազդում մարդու վրա, քան բղավոցը, և իրենց ամուսնության մեջ Տաթևն ու Բագրատը երկուսն էլ դա հասկանում էին։ Բայց երբ ներքևի հարկի տղամարդն ասաց. «Իսկ ինչ կմնա», Տաթևի մոտ կասկածներ չմնացին։ Դա Բագրատի սիրած արտահայտությունն էր։ Նա այն օգտագործում էր ցանկացած վեճում և բարդ խոսակցությունում, կարծես հարցնելով իր զրուցակցին. «Հիմա դու ինձ հետ չես համաձայնվի, և ինչ կլինի, ինչ կմնա»։ Բայց Բագրատի այսօրվա զրուցակցուհու վրա դա կարծես ոչ մի կերպ չազդեց։ Նա միայն բարձր ծիծաղեց։ Դու ընդհանրապես լսում ես, թե ինչ ես խոսում։ Ես 40 տարեկանում ավելի լավ կերևամ, քան քո բոլոր նախկին և ապագա ընկերուհիները միասին։ Աղջիկը ծիծաղի միջից ասաց դա և դուրս եկավ պատշգամբից բարձր դուռը փակելով։ Հավանական է, Բագրատը դեռ մի քիչ կանգնեց, բացեց դուռը, ինչ-որ բան սկսեց խոսել և մտավ սենյակ։ Տաթևը շոկի մեջ էր։ Նա ցանկանում էր էլի լսել այդ ձայնը, իր կռահումներում վերջնականապես համոզվելու համար։ Դավիթ, ես գործով կգնամ, շուտ կվերադառնամ, ասաց Տաթևը որդուն։ Դուրս արի պատշգամբից։ Նա ուղղվեց դեպի մուտքի դուռը։ Տաթևը վազեց դեպի միջանցք, կանչեց վերելակը, որը դավաճանորեն երկար չէր գալիս։ Հետո նա վազեց դեպի սանդուղք, իջավ մեկ հարկ և գտավ այն համարը, որը գտնվում էր ճիշտ իրենց սենյակի տակ։ Հաշվի չառնելով քաղաքավարության կանոնները, Տաթևը ականջը սեղմեց դռանը։ Ինչերին կարող են հասնել կանացի հետաքրքրությունը, մտածեց նա։ Զույգը շարունակում էր վիճել։ Իսկ դու չես վախենում, որ ես հիմա պարզապես կհեռանամ քեզանից, ասաց Վիկան։ Եվ ուր կգնաս, Վիկա։ Ուր ուզեմ, չէ որ Բաթումիում տղամարդիկ քիչ չեն, քեզնից ավելի հարուստներ հաստատ կգտնվեն։ Հետո կզղջաս քո խոսքերի համար, պատասխանեց տղամարդը, թեև ինձ արդեն միևնույն է։ Գնա ուր ուզում ես և ում մոտ ուզում ես, ինձ չեն հետաքրքրում ոչ դու, ոչ քո տղամարդիկ։ Ինչ խղճուկ, ծեր աղքատիկ ես դու։ Դու առաջինը կսողաս իմ մոտ, ծնկաչոք ներողություն կխնդրես, կաղաչես, որ վերադառնամ։ Կարող ես մտածել ինչ ուզում ես, ոչ ոք քո հետևից չի սողա։ Ինչպես ես քեզ արքայադուստր զգում։ Չի սողա, դեռ կտեսնենք, ասաց աղջիկը և բարձր քայլերով գնաց դեպի դուռը։ Տաթևը հազիվ հասցրեց սեղմվել պատին։ Աղջիկը դուրս վազեց սենյակից և գնաց դեպի վերելակ, չնկատելով Տաթևին։
Ինչ սարսափելի է, ինչ եմ ես ընդհանրապես անում։ Կանգնած եմ պատին սեղմված, թաքնվելով մի զույգից, որին մի քանի րոպե լսել եմ, խայտառակություն։ Ինքն իրեն հաշիվ տվեց Տաթևը, բայց զգացմունքներով նա հասկանում էր, որ այդ ամբողջը լսելը հիմնավոր էր։ Այդպիսի համընկնումներ չեն լինում։ Սկզբում ինքնաթիռը, հետո խալիցքի մել ձայնը։ Կամ ես խելագարվել եմ, կամ պատի հետևում իսկապես իմ զոհված ամուսինն է։ Եթե միայն ինքը Տաթևը նկատեր Բագրատին այդ աղամարդու մեջ, դա դեռ կարելի էր վերագրել խառնված մտքերին, բայց Բագրատին ճանաչել էր նաև Դավիթը, իսկ երեխաներին չես խաբի։ Իհարկե, որոշ երեխաներ կարող են հորինել գոյություն չունեցող կերպարներ կամ երևակայական ընկերներ, բայց Դավիթն այդպիսիներից չէր։ Եթե նա ասում էր, որ ինչ-որ բան է տեսել, ուրեմն նա իսկապես ինչ-որ բան տեսել էր։ Տաթևը որոշեց հեռանալ և գնալ Միջանցքի վերջում գտնվող պատուհանի 10-15 մետր հեռավորության վրա, չհասկանալով այդ հետապնդման նպատակը, բայց ինչ-որ բան ստիպում էր նրան շարունակել գնալ։ Տաթևը որոշեց գնալ Միջանցքի վերջում գտնվող պատուհանի մոտ։ Նրան պետք էր շունչ քաշել այդպիսի փորձից հետո, բայց երկար հանգստանալ նա չհասցրեց։ Համարի դուռը բացվեց և դուրս եկավ տղամարդը։ Տաթևը հազիվ հասցրեց շրջվել դեպի պատուհանը, որպեսզի ժամանակից շուտ չբացահայտվեր։ Պատուհանի արտացուլանքում նա տեսավ, որ տղամարդը փակեց սենյակը բանալի քարտով և գնաց դեպի վերելակ։ Երբ նա սպասեց խցիկին, Տաթևը որոշեց հետևել նրան։ Նա վազեց դեպի սանդուղք և արագ իջավ, ցանկանալով հասնել վերելակին։ Դա նրան հաջողվեց։ Նրանք տղամարդու հետ մոտավորապես միաժամանակ հասան առաջին հարկ։ Տաթևը նայեց նրա հետևից։ Եթե հանել մի քանի ավելորդ կիլոգրամ և գլխին մի քանի սպիտակ մազ, ապա դա կլիներ կենդանի Բագրատը։ Տղամարդը թեթև հագնված էր, ուստի Տաթևին դժվար չէր նրա արտաքինով ճանաչել իր զոհված ամուսնուն։ Նա հետևում էր նրան հեռավորությունից հոգու մեջ խառը զգացմունքներով, բայց ինչ-որ բան ստիպում էր նրան շարունակել գնալ։ Տղամարդը հասավ բար, վերցրեց կոկտեյլ և նստեց բարի սեղանի մոտ։ Խաղը, որպես հետախույզ, Տաթևին ավելի ու ավելի էր տարվում։ Նա բարձրացրեց վերնաշապիկի օձիքը, խառնեց մազերը և հագավ կրծքից կախված արևային ակնոցները։ Տաթևը նույնպես մոտեցավ բարի սեղանին և ձայնը սովորականից ավելի ցածր դարձնելով պատվիրեց մոխիտո։ Նա խմում էր այն մոտ 5 րոպե։ Այդ ընթացքում Բագրատին նման տղամարդը խմեց մի քանի բաժակ տեկիլա, հետո խմելով ինչ-որ կոկտեյլներ, ևս 10 րոպե անց խմիչքը կարծես սկսեց ազդել։ Տիկին ջան, ասա ինձ խնդրեմ, Տաթևը ցնցվեց։ Նա հասկացավ, որ տղամարդը դիմում է հենց իրեն, քանի որ բարի սեղանի մոտ ուրիշ ոչ ոք չկար։ Ինչու եք դուք այդպիսին։ Տղամարդը լռեց, փորձելով բառ ընտրել։ Ինչպիսին։ Ցածր ձայնով հարցրեց Տաթևը։ Դե այդքան բարդ։ Բագրատը ընտրեց ամենաքիչ վիրավորական բառը։ Հավանաբար ձեզ այդպես է թվում։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Ահա և կանացի համերաշխություն։ Դուք բոլորովին չգիտեք իմ իրավիճակը, բայց ասում եք, որ ինձ ինչ-որ բան է թվում։ Դե ես կարող էի կռահել, պատասխանեց Տաթևը, ուշադիր նայելով իր դատարկ բաժակին։ Նա վախենում էր դեմքով շրջվել տղամարդու կողմը։ Եվ ինչ եք կռահել։ Պարզ է, որ դուք վիճել եք ձեր ընկերուհու հետ։ Գուցե նա նույնիսկ փախել է ձեզանից, վիրավորել է ձեզ, հայհոյել։ Իսկ հիմա դուք աջակցություն եք փնտրում։ Մեկին, ով կասի, որ դուք ճիշտ եք, որ նա երեխա է, ոչինչ չի հասկանում կյանքից։ Տաթևը չէր խուսափում օգտագործել իր լսածի արդյունքները։ Դուք շատ խելացի եք։ Ես նույնիսկ մի փոքր զարմացած եմ։ Կանացի ինտոնացիան իրոք գոյություն ունի։ Ինտոնացիա չէ, այլ ինտուիցիա։ Երևի շատ եք խմել։ Դե գուցե, բայց ես ստիպված եմ ձեզ հիասթափեցնել։ Ինչու։ Դե որովհետև ես չեմ պատրաստվում ձեզ ասել, թե որքան լավն եք դուք և որքան վատն են աղջիկները։ Գուցե ձեր դեպքում աղջիկն իսկապես անմիտ է, բայց դուք էլ նրանից խելացի չեք։ Դուք բավական համարձակ եք։ Ներեցեք, ես չէի ցանկանում ձեզ վիրավորել։ Տաթևն ինքն էլ չնկատեց, որ անցավ կոպտության։ Ոչ, խնդրում եմ բացատրեք, թե ինչ նկատի ունեք։
Թաթևը հառաչեց եւ հասկացավ, որ ստիպված է ասել այն, ինչ իսկապես մտածում էր Բագրատի նման տղամարդկանց մասին։ Դե ձեզ տղամարդկանց ոչ ոք չի ստիպում ընտրել երիտասարդ եւ անմիտներին։ Դուք ինքներդ եք հեռանում խելացի եւ հասուն կանանցից, դավաճանում եք, իսկ հետո բողոքում, որ ձեզանից միայն փող են ուզում։ Դուք ինձ կարդում եք ինչպես բացի գիրք։ Բայց գիտեք, կան նաեւ հորմոններ, որոնք ստիպում են մեզ ընտրել երիտասարդներին։ Դա հնչում է որպես անհեթեթ արդարացում։ Կենդանական բնազները զսպելու եւ կառավարելու կարողությունը մարդուն մարդ է դարձրել կապիկից, իսկ դուք կարծես թե մարդ եք։ Կարծես։ Դե այո։ Եվ ինչու եք այդ հետաքրքրները պատմում հորմոնների մասին, թեև երևի ես ինձ շատ եմ թույլ տալիս։ Ոչ, ես ինքս ձեզ հարցրի։ Բագրատը պատվիրեց եւս մեկ բաժակ եւ մի կոմով դատարկեց այն։ Օհ, լավ եմ խմել։ Ներեցեք, եւս մեկ հարց կարելի է։ Հարցրեք։ Եթե դուք այդքան խելացի եք եւ ամեն ինչ գիտեք, ասեք։ Ինչ անեմ ես հիմա։ Իմացեք, ձեր հորմոնները կառավարել, պարոն։ Թեև ես կարծում եմ, որ վաղը կամ մյուս օրը ձեր երիտասարդ ուղեկցորդուհին կվերադառնա ձեզ մոտ։ Իսկ նրա հետ ինչ անել, ձեր ընտրությունն է, ես հոգեբան չեմ, գուցե հեռացնեք նրան, գուցե ոչ։ Թաթևը պատասխանում էր, չհասկանալով այդ խոսակցության նպատակը, ինչ որ ուժ, ձգողականություն դեպի Բագրատը չէր թողնում նրան պարզապես շրջվել եւ հեռանալ, այն պահանջում էր շարունակել խոսակցությունը, չնայած դա սպառնում էր բացահայտմամբ։ Լսեք, մենք ձեզ հետ նախկինում որտեղ կարող ենք հանդիպած լինել։ Հարցրեց տղամարդը հենց այդ պահին, եւ Թաթևը սթափվեց եւ որոշեց արագ հեռանալ։ Ու երբ նա մտածում էր բացահայտման մասին, չեմ կարծում, ես այստեղ առաջին անգամ եմ։ Ինչ շատ ծանոթ է ձեր ձայնի տեմբրը տիկին։ Գուցե ինչ-որ մեկի հետ եք շփոթել։ Թաթևը սթափվեց եւ որոշեց արագ հեռանալ։ Լավ, հաջողություն ձեզ անձնական կյանքում։ Ինձ պետք է գնալ։ Գուցե մենք ձեզ հետ դեռ կհանդիպենք։ Թաթևը դուրս եկավ բարից եւ կանչեց վերելակը։ Նա հասկանում էր, որ բացահայտումից նրան փրկել էր միայն այն, որ Բագրատը չափից շատ էր խմել։ Այլևս նա չէր էլ կասկածում, որ այդ տղամարդը Բագրատն էր։ Եթե մինչ այդ խոսակցությունը հնարավոր էր, որ նրա զոհված ամուսինն օրինակ իրեն շատ նման եղբայր ուներ արտաքինով եւ խլով, ապա հիմա նա հաստատ գիտեր, որ դա եղբայրը չէր։ Ինտոնացիան, հայացքը, ձայնը, վարվելակերպը։ Ավելին, նա հիշում էր, թե Բագրատն ինչպես էր իրեն պահում, երբ հարբում էր։ Նա երբեք խուլիգանություն չէր անում, պարզապես մի փոքր ավելի շատախոս էր դառնում, եւ աղջիկների հետ նրա վարքը 3 տարում չէր փոխվել։ Մեկը հետո մյուսը։ Այսօր վիճել էր իր ուղեկցորդու հետ եւ անմիջապես սիրալիր խոսում էր Թաթևի հետ։ Նույն բնավորությունը։ Հիմա Թաթևին մնում էր որոշել, թե ինչ անել հետո։ Բացահայտվել, իսկ ինչու։ Իսկ ինչ կմնա, կհարցներ Բագրատը, պարզապես նրա աչքերին նայելու համար։ Այդ աչքերում նա տարիների ընթացքում այնքան բան էր տեսել, բայց մյուս կողմից պարզապես հետաքրքրությունից, ինչու նա այդպես վարվեց իր հետ, չէ որ, եթե նա ուզում էր այդպես հեռանալ մեկ այլ ընտանիք, կարող էր պարզապես թողնել իրեն, ինչու ստիպեց նրան 3 տարի տառապել, կարոտել եւ անverջ լաց լինել։ Ինչպես ես հավատացի ընդհանրապես, մտածում էր Թաթևը մտելով սենյակ։ Նա ինքն էլ չնկատեց, որ Բագրատի մասին մտքերին արձագանքը փոխվել էր։ Եթե ինքնաթիռում նա դողում էր, հազիվ զսպում էր հիստերիան, ցանկանում էր ինչ-որ տեղ վազել, ապա հիմա նա բացարձակ հանգիստ եւ վստահ էր։ Նա չէր ցանկանում ամեն գնով արագ հայտնել Բագրատին իր մասին։ Միայն մեկ բան էր նրա տանջում՝ հետաքրքրությունը։ Գիտեն արդյոք Բագրատի նախկին կյանքից որևէ մեկը, որ նա ողջ է։ Ինչ անուն ունի նա հիմա, եթե օդանավակայանում աշխատակցություն չգտավ նրան ուղևորների ցանկում։ Այդ մտորումներից հետո Թաթևն ուներ 2 տարբերակ։ Առաջինը,
պարզապես ուրախանալ, որ մարդը ողջ է, ոչ թե զոհվել, ապրել հանգիստ կյանքով, ավելի հաճախ ուրախանալ, հանգստանալ, իրեն փայփայել։ Մի քանի տարի անց որդուն ասել. այո, հայրիկը պարզապես հեռացել է ընտանիքից եւ ոչ ոք չգիտի, թե նա որտեղ է։ Անհայտ էր, թե որն է ավելի վատ երեխայի հոգեկան աշխարհի համար։ Տխրությունն այն բանից, որ հայրիկը զոհվել է, թե վիրավորանքը, որ հայրիկը դավաճանել է։ Տաթևին երկրորդ տարբերակն ավելի ընդունելի թվաց։ Ի վերջո նա կգտնի մեկ այլ տղամարդ, որը Դավիթի համար կփոխարինի հայրիկին։ Երկրորդ տարբերակը հանդիպել Բագրատին այլևս չթաքցնելով իր ինքնությունը։ Այդ դեպքում կլինի ծանր խոսակցություն, բացատրություններ, արդարացումներ, գուցե ստիպված լինի բախվել նրա հերթական ընկերու հետ։ Այդպիսի տարբերակի դեպքում Տաթևի զգացմունքները կարող էին դաժան կատակ խաղալ նրա հետ, նորից ստիպելով սեր զգալ Բագրատի հանդեպ։ Բայց Տաթևը մերժում էր այդ տարբերակը։ Մի բան է սգալ ողբերգականորեն զոհված ամուսնու համար, հիշելով նրանց համատեղ կյանքի երջանիկ պահերը, մեկ այլ բան է տեսնել քո առջև ստախոս, դավաճան եւ ստոր մարդ։ Դե ինչպես կարելի է սեր զգալ այդպիսի մարդու հանդեպ։ Տաթևը դեռ չէր որոշել, թե որ տարբերակն ընտրել։ Նա նայեց քնած Դավիթին, ավելի լավ ծածկեց նրան եւ խորը հառաչեց։ Հաջորդ օրը Տաթևն ու որդին ինչպես միշտ պատրաստվում էին գնալ լողապ։ Եղանակը բարելավվել էր եւ պետք էր արագ գնալ, տեղեր զբաղեցնելու լողափում։ Այդտեղ միայն հյուրանոցի բնակիչներն էին, ուստի այնպիսի խառնշփոթ, ինչպես սովորաբար լինում էր հայտնի հանգստավայրերում, չկար, բայց լավ եղանակին տեղերը կարող էին զբաղված լինել։ Տաթևը կանգնած էր հայելու առջև եւ մտածում էր, թե ինչ հագնի։ Նա որոշեց ապահովագրվել եւ վերցնել այլ արևային ակնոցներ, շատ ավելի լայն, որոնք ծածկում էին դեմքի գրեթե կեսը։ Բացի ակնոցներից Տաթևը հագավ հսկայական գլխարկ։ Նա պաշտպանվում էր ոչ միայն արևից։ Եթե Բագրատն ապրում էր ճիշտ իրենց տակ, ապա պատահական հանդիպման հավանականությունը չափազանց մեծ էր։ Տաթևը դեռ չէր որոշել, արժե արդյոք մոտենալ իր նախկին ամուսնուն, թե ոչ։ Հետևաբար, առայժմ ամեն դեպքում նա պահպանում էր գաղտնիությունը։ Հավաքվելով, նա բռնեց Դավիթի ձեռքը եւ գնաց դեպի վերելակ։ Խցիկը եկավ միայն մի քանի րոպե անց։ Հավանաբար բոլոր բնակիչներն այս առավոտ որոշել են գնալ լողապ, մտածեց նա։ Տաթևն ու որդին մտան վերելակ։ Խցիկը կանգ առավ, մեկ հարկ ցածր։ Դռները բացվեցին, եւ վերելակ մտավ մի աղջիկ ներկված մազերով։ Դա Բագրատի այն նույն ուղեկցորդուհին էր, Վիկան։ Այս անգամ նա կանգնած էր առանց հեռախոսի եւ դժգոհ դեմքով։ Ես դեռ երկար պետք է սպասեմ։ Այսքան ծնողներ են լցվել, հետո վերելակներն են զբաղեցնում, տհաճ ձայնով ասաց նա։ Տիկին, ինչ եք ձեզ դույր տալիս։ Վերելակը մեկն է բոլոր հարկերի համար, բնակիչները շատ են։ Ես նույնպես սպասել եմ այն, ինչպես դուք։ Հանգիստ պատասխանեց Տաթևը։ Ինձ չի հետաքրքրում, թե դու որքան ես սպասել։ Վիկան չար հայացքով զննեց Տաթևին։ Հին իրեր է հագել, ու դեռ ինձ ինչ-որ բան է ասում։ Տաթևին ինչ-որ պատճառով բոլորովին չէր նյարդայնացնում Բագրատի ուղեկցորդու խոսքերը։ Նա վեր էր այն մարդկանցից, որ վիրավորանքներին պատասխաներ վիրավորանքներով։ Տաթևը միայն փակեց Դավիթի ականջները եւ նրանք լուռ իջան միջև առաջին հարկ։ Հյուրանոցի նախասրահում եռուզեր էր։ Չար աղջիկն անմիջապես կորավ ամբոխի մեջ, ինչը ուրախացրեց Տաթևին։ Չէ՞ որ ամենայն հավանականությամբ Բագրատի ուղեկցորդուին գնում էր նրա նախկին ամուսնու մոտ։ Հասնելով լողապ, Տաթևը հասկացավ, որ երկու անգամ ճիշտ էր։ Դեռ երեկ երեկոյան նա Բագրատին ասել էր, որ աղջիկը կվերադառնա նրա մոտ։ Ամեն ինչ տեղի ունեցավ նույնիսկ ավելի արագ, քան Տաթևը կանխատեսել էր։ Բայց եւ Վիկան իսկապես գնում էր լողա Բագրատի մոտ։ Հավանաբար նրա պարտականությունը ազատ տեղեր գտնելն էր։ Ինչպես պատահեց, մնացած երկու ազատ տեղերը գտնվում էին Բագրատի գտած տեղերից անմիջապես մոտ։ Դրանք մի քանի շարքային կողմ էին։ Եթե ցանկանայր, կարելի էր տեսնել պարկասներին եւ նույնիսկ լսել նրանց խոսակցությունները։ Հաշվի առնելով իրավիճակը, Տաթևը չէր ցանկանում փչացնել հանգիստն իրեն եւ որդուն։ Նա զգուշորեն գնաց դեպի ազատ տեղերը։ Ավելին, իր գաղտնիության հետ վախենալու ոչինչ չկար։
Նա դանդաղ տեղավորվեց։ Դավիթին քսեց արևապաշտպան քսուկով և պառկեց տեղում։ Երկար սպասել հետաքրքիր բանի պետք չեղավ։ Վիկան սկսեց կշտամբել Բագրատին գրեթե անմիջապես։ Դու չէիր կարող ծովին ավելի մոտ տեղեր գտնել, վրդովեց նա։ Սրանք ամենամոտն էին։ Ծովին ավելի մոտ լինելու համար պետք է ավելի վաղ արթնանալ, ոչ թե քնել մինչև 11-ը։ Եվ ով է դա ինձ ասում։ Իսկ ով էր 3 խմում մինչև գիշերվա 2-ը։ Դու չէիր։ Ես չէի քնել, սպասում էի քեզ։ Դրա համար էլ չկարողացա ավելի վաղ արթնանալ։ Հիշեցնեմ քեզ, սիրելիս, որ դու 3 ինձանից հեռացար։ Որտեղից իմանայի, որ 2 ժամ հետո դու նորից սենյակում կլինեիր։ Սա քեզ համար դաս կլինի, որ վախենաս ինձ կորցնելուց։ Բագրատը ոչինչ չպատասխանեց, բայց Վիկան չէր կանգնում։ Ես նրան օգնություն եմ անում, մոռանում եմ բոլոր վիրավորանքները, մոռանում եմ քո սուտը, վիրավորանքները։ Երբ եմ ես քեզ վիրավորել։ Իսկ այս հանգիստը վիրավորանք չէ։ Այս խղճուկ հյուրանոցը։ Գիտես, թե որքան է սպասել այսօր այդ անիծյալ վերելակին։ Իջել եմ ինչ-որ լքված մայրիկի հետ։ Այդ խոսքերից հետո Տաթևը որոշեց դադարեցնել այդ զույգի վեճը լսելը։ Նա հանեց գլխարկը և գլուխը կախեց։ Բայց ձայները այնուամենայնիվ հասնում էին նրա տեղին։ Երբ ես դադարելու այդքան չար լինել, հանգիստ պատասխանեց Բագրատը։ Երբ ես դադարելու այդպիսին լինել, նայիր քեզ, ում ես ընդհանրապես նման, ասաց Վիկան։ Տաթևը զգուշորեն բարձրացրեց գլուխը և նայեց Բագրատին։ Նրան ինքն էլ հետաքրքրեց, թե ում է նա նման։ Նայելով նախկին ամուսնու դեմքին, նա մի փոքր վախեցավ։ Բագրատը գունատ էր, աչքերը շարժվում էին, իսկ ձեռքերը կարծես չէին ենթարկվում նրան։ Հավանաբար 3 բարում նա իսկապես շատ երկար էր մնացել։ Վիկա, ես պետք է պառկեմ, ասաց Բագրատը և անգիտակից վիճակում ընկավ տեղի վրա։ Բագրատ, բղավեց աղջիկը, ինչ է քեզ հետ կատարվել, օգնեք ինչ-որ մեկը։ Վիկայի Բագրատի նկատմամբ գրգռվածությունը վարկենապես վերածվեց վախի։ Նրա դեմքից երևում էր, որ նա անկեղծորեն վախեցել էր իր տղամարդու համար։ Անհասկանալի էր այդ վախի աղբյուրը։ Վախենում էր նա կորցնել սիրելի մարդուն, թե իրեն ապահովող դրամապանակը։ Բայց Բագրատի համար նրա վախն անիմաստ էր։ Վիկան միայն վախեցած բղավում էր և ոչ մի իրական քայլ չէր ձեռնարկում օգնելու համար։ Այդ պահին Տաթևը վեր թռավ տեղից և մոտեցավ Բագրատին։ Նա ստուգեց նրա շնչառությունն ու զարկերակը։ Բագրատը շնչում էր, բայց զարկերակը թույլ էր։ Բերեք հովանոց, նրան արևից ծածկելու համար, հրամայեց Տաթևը։ Ինչ հովանոց, ինչի համար։ Վիկան ցույց տվեց իր սրամտության հրաշքները արտակարգ իրավիճակում։ Լավ, պարզապես գնացեք հյուրանոց բժիշկ բերելու, արագ, ասաց Տաթևը։ Աղջիկը վազեց դեպի հյուրանոց, իսկ Տաթևը հասկացավ, որ առաջին օգնությունը ստիպված է ինքն իրեն ցուցաբերել։ Լողափի մյուս մարդիկ միայն հետաքրքրությամբ հետևում էին կատարվողին։ Տաթևը ծալեց Բագրատի ոտքը ծնկից, նրան դարձրեց կողքի և գլուխը ետ տարավ, շնչողիներն ազատելու համար։ Հետո նա վազեց դեպի ծովափին մոտ գտնվող տեղեր, վերցրեց արևապաշտպան հովանոց և տեղադրեց այն Բագրատի կողքին։ Մոտ 30 վայրկյան անց տղամարդը սկսեց ուշքի գալ։ Նա դանդաղ բացեց աչքերը և տեսավ Տաթևին։ Նա նայում էր նրան առանց ակնոցների և գլխարկի։ Տաթև, դու ես, անհասկանալիորեն հարցրեց Բագրատը։ Ես եմ, պատասխանեց Տաթևը, հասկանալով, որ բոլորովին մոռացել էր գաղտնիության մասին։ Հենց այդ պահին հյուրանոցից Վիկան վերադարձավ բժշկի հետ։ Բժիշկը մոտեցավ Բագրատին և Տաթևը նորից նստեց իր տեղին։ Նա տեսավ, որ բժիշկը ինչ-որ բան ներարկեց իր նախկին ամուսնուն, ստուգեց զարկերակը և դիմեց Վիկային։ Ամեն ինչ կարգին է, սովորական ուշագնացություն, հավանաբար գերտաքացումից։ Հիմա նրան պետք է տեղափոխել զովսենյակ և թույլ տալ հանգստանալ։ Ինչպես եմ ես նրան տանելու, զարմացավ աղջիկը։ Ես ինքս կքայլեմ, շշնջաց Բագրատը։ Նա վեր կացավ տեղից և շուրջը նայեց։ Հավանաբար նա ցանկանում էր գտնել Տաթևին, բայց նա ժամանակին
Նորից հագավ գլխարկն ու ակնոցները եւ դուրս մնաց Բագրատի տեսադաշտից։ Հետո նա իր աղջկա հետ գնաց դեպի հյուրանոց։ Տաթևը մնաց պառկած լողափին, իրավիճակն էլ ավելի բարդացավ։ Բագրատը գիտեր, որ նա տեսել էր իրեն, բայց նրանք այդպես էլ չկարողացան խոսել։ Կամ նա կհիշվի ու կհաշվի դա որպես ուշագնացության հետևանքով առաջացած մղձավանջ, կամ կսկսի փնտրել նրան։ Տաթևի մոտ Բագրատի հետ հանդիպելու ցանկությունն ամբողջովին անհետացավ։ Նա նայեց Դավիթին, որ նստած էր հեռախոսով, եւ մտածեց նրա արձագանքի մասին հայրիկին տեսնելու դեպքում։ Իսկ Բագրատը գրեթե անկասկած կցանկանար տեսնել իր որդուն։ Գուցե նույնիսկ սկսեր մասնակցել նրա դասյարակությանը։ Այսօր տեղի ունեցածը լավ ցույց տվեց նրան, թե ում հետ է ավելի լավ լինել, փորձառու եւ ստապ մտածող կանանց, թե անմիտ եւ շահամոլ աղջիկների։ Տաթևը չէր ցանկանում Բագրատի վերադարձն իր կյանք, ավելի ճիշտ, նա շատ էր վախենում դրանից։ Հատկապես, եթե Բագրատը սկսեր նրա առջև զղջալ եւ ներողություն խնդրել։ Տաթևը բավականին գթասիրտ էր եւ կարող էր շատ բան ներել, բայց դավաճանությունը ներել է նույնիսկ նրա համար չափազանց էր։ Տաթևը հավաքեց իրեն ու որդու հետ գնաց ճաշելու հյուրանոցի սրճարանում։ Այնտեղ նստած յուրաքանչյուր տղամարդու մեջ նա կարծես տեսնում էր Բագրատին։ Հուզմունքի պատճառով նա չկարողացավ նորմալ ուտել։ Նա բռնեց Դավթի ձեռքը եւ տարավ նրան դեպի սենյակ։ Հազիվ էր նա պառկել մահճակալին, երբ հեռախոսը զանգեց։ Հեռախոսը լողափի պայուսակի մեջ էր, եւ Տաթևը ոչ մի կերպ չէր կարողանում այն գտնել։ Հենց այդ պահին դուռը թակեցին։ Տաթևը բղավեց. «Սպասեք մի վայրկյան» եւ շարունակեց փնտրել հեռախոսը։ Մի քանի վայրկյան անց այն դադարեց զանգել։ Դուռը նորից թակեցին։ «Ինչ է սա, ես ասացի սպասեք մի քիչ»։ Գրգռված գնաց դեպի ելքը Տաթևը եւ բացեց դուռը։ Միջանցքում կանգնած էր Բագրատը։ Տաթևն անմիջապես փակեց դուռը։ «Տաթև, սպասիր», լսվեց Բագրատի ձայնը միջանցքից։ Կինը կանգնեց մի քանի վայրկյան, մտածեց եւ նորից բացեց։ «Ինչպես գտար ինձ»։ Հաշվառման սեղանից հարցրեցի, թե որ համարում է ապրում Տաթևը եւ նշեցի քո անունը։ «Ես քո կինը չեմ», խստորեն պատասխանեց Տաթևը, զարմանալով նախկին ամուսնու պարզ հնարամտությունից։ «Ես հասկանում եմ, թե ինչ ես զգում, բայց եկ խոսենք, խնդրում եմ քեզ»։ «Դու ոչինչ չես հասկանում, թույլ տուր ինձ գոնե ինչ-որ բան բացատրել»։ «Հիմա չէ, երեխան կլսի, եկ երեկոյան հանդիպենք հյուրանոցի բարում, ժամը 10-ին, լավ»։ Հետաքրքրասիրությունը Տաթևի մոտ այնուամենայնիվ հաղթեց։ «Խնդրում եմ, արի», ասաց Բագրատը։ Տաթևը փակեց դուռը։ Հիմա նա պետք է ինչ-որ կերպ հոգեպես պատրաստվեր նախկին ամուսնու հետ խոսակցությանը, բայց նա չգիտեր ինչպես։ Հանդիպումից մնաց ողջ ժամանակ նա տեղում հանգիստ չէր գտնում, ինչ կպատմի Բագրատը, ինչ պատմություն կհորինի։ Պետք է արդյոք հավատալ նրան գոնե մեկ խոսքին։ Այս հարցերի պատասխանները Տաթևը չէր գտնում։ Միայն մեկ բան նա որոշեց՝ լինել խիստ, առանց հուզականության եւ քննադատորեն վերաբերվել այն ամենին, ինչ կլսի։ Այդ մտքերով նա քնեցրեց Դավիթին եւ ուղղվեց դեպի բար։ Ընտրելով բարի խորքում գտնվող ազատ սեղան, որտեղ երաժշտությունն ամենավատն էր լսվում, Տաթևը սկսեց սպասել։ 10 րոպե անց մուտքի մոտ հայտնվեց Բագրատը։ Տաթևը որևէ նշան չտվեց, որպեսզի նա արագ գտնի իրեն։ Տղամարդն ուշադիր շրջեց բարը եւ հասավ ամենահեռավոր սեղանին։ «Ողջույն, Տաթև», մեղավոր ձայնով ասաց Բագրատը։ «Արդեն տեսել ենք իրար», կտրուկ պատասխանեց Տաթևը։ «Ինչ-որ բան պատվիրել ես»։ «Ոչ, իսկ դու եկել ես այստեղ խմելու»։ «Այդպես ավելի հեշտ կլինի խոսել։ Ես հիմա…» Բագրատը գնաց բար, պատվիրեց 2 կոկտեյլ եւ բերեց դրանք սեղանին։ «Բժիշկներն արդեն թույլ են տվել քեզ խմել։ Կարծում եմ ուշագնացությունից հետո ավելի լավ է սպասել»։ «Ես առանց ալկոհոլի եմ վերցրել։ Ի դեպ, շնորհակալություն, որ այսօր լողափում օգնեցիր ինձ։ Եթե չլինեիր դու, չգիտեմ, արդյոք նա կկռահեր գոնե բժիշկ կանչել»։ «Ինչու չես հոգում քո առողջության մասին, հաշվի առնելով արևի տակ
Խումհարից հետո։ Գիտես, վերջին ժամանակներում եւ ինչ-որ կերպ դադարել եմ ուշադրություն դարձնել իմ վիճակին։ Երևի պետք է ավելի զգույշ լինել։ Այնուամենայնիվ 18 տարեկան չեմ արդեն։ Ինչ ես դու։ Ինչու։ Դու չէ որ վաղուց մահացել ես։ Իսկ մահացած մարդուն առողջությունն ինչի համար է պետք։ Հեգնես Տաթևը։ Տաթև, Բագրատը ծանր հառաչեց։ Ես հիմա կսկսեմ խոսել, իսկ դու, խնդրում եմ մի ընդհատիր, լսիր ինձ, խնդրում եմ։ Դե կփորձեմ։ Շուրջ 3 տարի առաջ ինձ սկսեցին սպառնալիքներ հասնել։